Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Սոցիալական process-ները միշտ եղել են գիտնականների ուշադրության կենտրոնում։ Հասարակության մեջ տեղի ունեցող տարբեր տեսակի process-ներ էապես ազդում են պետության, տնտեսության եւ քաղաքական process-ների վրա։ Այդ ամենը սոցիոլոգիայի ուսուցման եւ հետազոտության լուրջ առարկան է։ Եվ ես այսօր ստուդիա եմ հրավիրել Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Արամ Վարդիկյանին։ Բարև ձեզ, պարոն Վարդիկյան։ Շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Պարոն Վարդիկյան, մեր հաղորդաշարերը երբևիցե քաղաքականության հետ որևէ առնչություն չեն ունեցել։ Սակայն կարծում եմ, որ այս անգամ մենք չենք կարողանա խուսափել որոշ հարցեր, որոնք կապված են նաև քաղաքական process-ների հետ պետության մեջ, որովհետև մենք լավ գիտենք, որ սոցիոլոգիան եւ սոցիոլոգիական հարցումները էական դեր են խաղում այդ process-ների ընթացքում։ Սակայն եկեք սկիզբը սկսենք նրանից, որ հասկանանք ինչպես ձևավորվեց այս գիտությունը եւ փաստացի կարելի է արդյոք ասել, որ այսօր սոցիոլոգիան էական նշանակություն եւ դեր է ձեռք բերել ժամանակակից հասարակական process-ների մեջ։ Պետք է ասեմ, որ սոցիոլոգիան ձևավորվեց, երևի փորձենք, որ այդպես շատ դպրոցական չլինի, քրոնոլոգիայով չլինի։ Ձևավորվեց անգամ այն հազվագյուտ գիտություններից է, որի համար ինչ որտեղ 1830-ական թվականներին կարելի է գտնել այս գիտության առաջացման ամսաթիվ։ Ինչքան հիշում եմ 1830 թվականին, գուցե 1833-ին եւ ահա քանի որ խոսում եմ ֆիզիկոսի հետ, գիտությունը վաղ շրջանում չուներ այս վերնագիրը։ Փառավոր գիտությունների ժամանակ ֆիզիկան, բնագետը, որի անունն էր Օգյուստ Կոնտ, մասնագիտությամբ մաթեմատիկոս, ինժեներ երևի, փորձեց վերջապես արձագանքել պատվերին։ Ինչ պատվեր էր, սա է բարդը, բայց պատվերին, որ իսկ ինչ է կատարվում, եթե մի փոքր հեռու քայլենք նրանից, ինչ որ անվանեցինք բնություն։ Մի իրավիճակ, երբ որ ոնց որ թե բնությունը զատվեց մարդկանցից, մարդկային հարաբերություններից։ Սա առաջին քայլն էր, որ ահա երևի թե կա հենց մարդկային հարաբերություններում բարիս ամենաընդարձակառումով կասկած կա այստեղ, որ երևի այստեղ էլ պիտի փնտրենք օրինաչափություններ լինելիության։ Բան նրանում է, որ հաղթանակած գործիքը 19-րդ դարի սկզբին արդեն հաստատ 1-2-ից մեկն էր ֆիզիկան էր։ Մյուսը կենսաբանությունն էր։ Երկուսն էլ իրենց մեթոդաբանական հիմքը գտան, մեթոդաբանական հիմքը դառան մարդկանց բարիս ամենաընդարձակառումով հարաբերությունների եւ լինելիության օրինաչափությունները փնտրելու հարցում։ Եվ առաջին պայմանական վերնագիրը, որ եկեք պայմանավորվենք այն փեշակը, որով մենք պիտի ուսումնասիրենք մարդկանց հարաբերությունները, փորձենք գտնել դրանց մեջ հաստատ կամ մոտավորապես հաստատ լինելիության օրինաչափություններ, մեթոդից ելնելով անունը դրեցին Կոնտը դրեց, այս հիմնադիրը դրեց սոցիալական ֆիզիկա։ Նույնիսկ այդպես։ Այո, ուրեմն առաջին դրա համար ես խոսքը սկսեցի նրանից, որ քանի հետաքրքիր կլինի պարծենալ ֆիզիկոսի առաջ, որ այստեղ էլ ֆիզիկան ունեցավ իր նշանակությունը մեթոդի ընտրության հարցում։ Արդյունքում իհարկե տարիներ անց, անգամ տասնամյակներ անց պարզվեց, որ ֆիզիկական մեթոդի կիրառությունը խիստ նեղ է եւ խիստ սահմանափակ է, աստիճանաբար պարզվեց նաև, որ օբյեկտը անհամեմատ բարդ է, քան կարելի էր պատկերացնել, բազմաչափ է եւ օրինաչափությունները ըստ էության անգամ
օրինաչափություն ասվածն անգամ տարբերվում է նույն բառից, ինչը որ կարելի է կիրառել բնական գիտության մեջ, այսինքն փնտրել օրինաչափություն բնական գիտության մեջ պարզվեց մեկն է եւ փնտրել օրինաչափություն հասարակական կառուցվածքներում եւ հարաբերություններում պարզվեց անգամ բառի տեսակետից, տերմինի տեսակետից, ուրեմն տարբերվում է։ Երկար ժամանակ սոցիոլոգիական գիտելիքը 19-րդ դարի ողջ ընթացքում ձևավորվելով եւ որոշակիորեն իր ձևավորման ընթացքում գագաթին հասնելով 19-րդ դարավերջին 20-րդ դարասկզբին անպայման փորձում էր հղում անել տարբեր վերնակներով, տարբեր հեղինակների մոտ բնական գիտության նվաճումներին։ 20-րդ դարի երևի թե երկրորդ կեսն է 60-ական թվականներն են, որ ամբողջ թափով համաձայնվում են հասարակական օբյեկտի բարդության հետ եւ փորձում են ոչ թե նախորդից հրաժարվել, այլ տեսակետից բարդությունը հասկանալ։ Այսօր կա որոշակի վերադարձ այն նախնական իհարկե արդյունքում պարզվեց որոշակի նեղութերի մոտեցմանը, բայց պիտի ասեմ պայմանականորեն բնական գիտությանը, պայմանականորեն ճշգրիտ գիտությանը, շնորհիվ նրա, որ բարդ համակարգերի հետ աշխատել սովորեց մեքենան։ Պարոն Մարտիկյան, ներողություն խնդրում, եթե թույլ տաք այդ հարցի վերաբերյալ այսպիսի մի դիտարկում տնտեսագիտական մոդելները մենք գիտենք, որ ակտիվորեն այսօր կիրառում են մաթեմատիկան, ընդ որում Նոբելյան մրցանակները տնտեսագիտության ոլորտում բավականաչափ մեծ քանակով շնորհվում մաթեմատիկոսների։ Որքան որ ես հասկանում եմ, սոցիոլոգիական մոդելներում նույնպես այժմ լայնորեն կիրառում են մաթեմատիկական մոդելներ, սկսած վիճակագրական մեթոդներից եւ վերջացրած բազմաչափանի հանրահաշվական տարածությունների մոդելավորումը եւ սոցիումի վարկը փորձում են կանխատեսել։ Կարելի է արդյոք ասել, որ ինչ որ առումով ձևավորվում է շատ հզոր միջառարկայական կապ, առավելևս հաշվի առնելով ժամանակակից թվային մեթոդների եւ կոմպյուտերական գիտության, կոմպյուտերային գիտությունների այս գերզարգացած վիճակը։ Եվ հնարավոր է արդյոք մտցնել սոցիումի կանխատեսելիությունը, թե դա այժմ էլ մնում է բաց հարց, ձեր ասած, որ ինչ է ասած։ Շատ ճիշտ է։ Տրամաբանությունը սոցիոլոգիայի տեսանկյունից էապես տարբերությունն ենք համեմատած օրինակ նույն ֆիզիկայի եւ մաթեմատիկայի։ Սկսեմ երևի թե վերջից այն առումով, որ կանխատեսել շատ հրապուրիչ է կանխատեսման խնդիրը։ Այո։ Մարդը դրանով զբաղվում է շատ վաղուց, հատկապես գիտությունը դրանում օգնում է, բայց միևնույն ժամանակ իսկ անշնորհակալ։ Իհարկե, այսօր մաթեմատիկական մոտեցումները օգտագործվում են կանխատեսում անելու համար եւ տնտեսագիտության մեջ եւ ժողովրդագրության մեջ, բայց ինչի մասին է գնում խոսքը։ Գնում է խոսքը նրա մասին, որ ահա սրանք նախապես ոլորտներ են եւ ինքը հենց տնտեսագիտությունը, քանի որ սկսեցիք խոսքը սրանից անով շարունակեմ, բավականին ինտենսիվ եւ այսպես հետահայաց, բավականին հեշտ թվայնացվող ոլորտ էր։ Այսինքն այնտեղ թիվը եւ մաթեմատիկան չեմ ասի, որ մեծ պատնեշներ ջարդեց, որ մտնի ներդաշնակությունը կար, մտնի այդտեղ եւ ըստ էության, այսպես պոետիկ ասած, իր ծառայությունները մատուցի մի ոլորտի, որտեղ զբաղվում էին փոխանակմամբ։ Ամենավաղ շրջանից փոխանակումը պահանջեց որևէ տեղ հիշել, թե ինչն եմ ինչի հետ որքանով փոխանակել։ Ստացվեց, որ փոխանակումը հիշելու լավագույն, որ վաղը չմոռանամ եւ ինձ չխաբեն, ըստ էության լավագույնը թիվն էր։ Եվ ահա ամենավաղ շրջանից հենց որ մարդը ֆայմեց այս վատ բառն օգտագործեն, որ կարելի է փոխանակել եւ փոխանակման մեջ կա ռիսկ, որ կարող է խափնվեմ, թիվը իր փրկությունն էր։ Ահա
թվին խափել ոնց որ թե դժվար է պոետիկան շարունակեմ։ Այս առումով հասարակական օբյեկտը խիստ փակված է, եթե համեմատենք տնտեսագիտության օբյեկտի հետ, խիստ փակված է թվի հանդեպ։ Թիվը այստեղ դժվարությամբ է մտնում, մաթեմատիկան այստեղ դժվարությամբ է մտնում ելնելով մասնավորաբար հենց նրանից, որ այստեղ գործ ունենք խիստ բազմաչափության հետ եւ ահա այդ բազմաչափությունը իհարկե ինչ խոսք, այսօր մեծագույն, ծանրագույն համակարգեր կան, բայց մոդելավորված մաթեմատիկական։ Եվ ըստ էության, ինչպես եւ կամայական մոդելի պարագայում, այստեղ նույնպես մենք գործ ունենք սահմանափակումների, նախապայմանների հետ, որոնք որ առաջացնում են երկու իրականություն։ Ահա մենք գտնվում ենք մոդելային իրականությունում, որտեղ թիվը մուտք է գործել ինչքանով որ կարողացել եւ կյանքը եւ փաստորեն կյանքը եւ ահա ցանկացած պարագայում այս երկու իրականությունները երևի թե կան սոցիոլոգիական խնդրում էլի լինելով երկու իրականություններ երկրորդ իրականությունը պարտված չէ թվին այսենց ասեմ եթե տնտեսագիտության մեջ էլի համատությունը տանում եմ սրան այսօրվա դրությամբ որևէ տնտեսագիտական զուտ մաքուր տնտեսագիտական խնդիր անհնար է պատկերացնել առանց մաթեմատիկական ապարատի անգամ մարդը որը չի ճանաչում տարբերակում մաթեմատիկա է սա թե տնտեսագիտություն գրատախտակին տեսնելով տնտեսագիտական խնդիր տնտեսագիտական պատվեր անպայման կասի սա մաթեմատիկա է օբյեկտի հանդեպ կլինի անուշադիր, կտեսնի միայն գործիքը։ Ի տարբերություն սրան, սոցիոլոգիան ահռելի եւ իր ուրեմն դու ծավալ բառը քանակական է, պայմանական է բառը օգտագործեմ, ծավալով երևի ավելի ընդարձակ ոլորտ է թողել մաթեմատիկականացումից դուրս, քան մաթեմատիկայի ներսում։ Այդ դեպքում մի այսպիսի հարց Ընդհանրապես ասած, սոցիոլոգիան շատ մեծ դեր է սկսում խաղալ, մասնավորապես նախընտրական ժամանակաշրջանում։ Երբ մենք գիտենք, որ ճիշտ եւ անաչառ սոցիոլոգիական հարցումների արդյունքում փորձում են տալ որոշակի պրոգնոզներ։ Եվ փորձը ցույց է տալի, որ այն երկրները, որտեղ իրոք կան դեմոկրատական մեխանիզմներ, այդ երկրներում սոցիոլոգիական հարցումները եւ սոցիոլոգիական պրոգնոզները չափազանց մեծ ճշտությամբ են արվում եւ ինչ-որ առումով կարելի է ասել, որ այդ process-ները էականորեն ուսումնասիրված են եւ կանխատեսելի են դառնում։ Սակայն մյուս կողմից մենք գիտենք, որ կա խնդրեմ։ Շատ հաճախ լինում է, երբ ասում են մի սոցիոլոգիական ընկերություն մի արդյունք է տալի եւ լրիվ հակառակ արդյունքը մեկ է։ Այ ինչպես կարելի է իրականությունը բարձել, ճշմարտությունը։ Կան ինչ որ մեխանիզմներ, կա գործիքակազմ, որով կարելի է, կոպիտ ասած ջրերես հանել իրական պատկերը, թե դա նորից գալիս եւ հանգում է այդ ձեր ասած փակ համակարգին, որը պիտի փորձել դա հաղթահարել։ Այո, գործիքակազմ առանց խոսքը կա։ Բայց գործիքակազմը այն գործիքակազմը չէ, որ այսպես պայմանական էլի ասեմ, սովորական սպառողը պատկերացնում է, որ ահա սոցիոլոգիան սա է, որ պետք է ուրեմն ծեծել քաղաքացիների դռները, պարզապես հարցնել թե ում ենք վաղը ընտրելու եւ մենք անաչառ եւ ազդիվ կպատասխանենք այս բոլոր հարցերին եւ ահա հաշվետու կլինի որևէ կազմակերպություն թե վաղը սրան է ընտրելու քաղաքացիների այսքան տոկոս եւ նրան է ընտրելու։ Մինչեւ մի պայման, իսկ եթե դուռը փակ է, ահա ամենապրիմիտիվ խոչընդոտը այդ մեթոդի։ Իսկ եթե դուռը փակ է եւ կամ դուռը բացեցին ոմանք, բանը նրանում է, որ ցանկացած ոմանք արդեն եզակի են։
Ցանկացած ոմանք արդեն յուրահատուկ խումբ են, ցանկացած ոմանք։ Իսկ նման մեթոդը հատկապես պոլինգների եւ ընտրությունների կանխատեսման հարցում երևի թե չպետք է ուշադրություն դարձնի յուրահատուկ ոմանց խմբերին, այլ պետք է պատմի ամենի մասին։ Այսինքն վիճակագրական անսամբլի հետ գործ ունի, այսինքն սպეციფიկ անսամբլի օրինակ, խոչընդոտի օրինակ եմ ձեզ բերում, երբ որ հանկարծ ստացվի, որ դռները բացում են, պայմանական դռներ, հիմա դռներով չէ, զանգերով է կամ այլ ավելի տեխնիկապես հարուստ մեթոդներով են աշխատում հետազոտություններ անողները, բայց անունը դնենք այդ պայմանական դուռը, երկու պրիմիտիվագույն խոչընդոտ, իսկ եթե դռները չբացեցին, մեկ, եւ ավելի վատ խոչընդոտ, թվում է թե բացեցին, եւ թվում է թե մտանք ներս, եւ թվում է թե խոսեցինք եւ հարցրեցինք, բայց դրանք ահա գլխավոր ուրեմն հակասությունը, գլխավոր խապկանքը, թակարդը, որ դրանք ոմանք են։ Սոցիոլոգիական այդ մեթոդը փոքր կուրսերից սովորեցնում է, որ համենայն դեպս այս մեթոդի շրջանակներում մեթոդները ընդարձակ են, շատ են, պետք է խուսափել ճակերտավոր ոմանցից, բոլոր ոմանքները սպეციფიկ են։ Եվ ահա արդյունքում ես ունենում եմ սպეციფიկ ոմանքի պատասխանը, բայց ինձ միամտորեն առավոտյան թվում էր, թե իմ առաջ դուռը բացել են եւ ես խոսել եմ սովորական, ոչ մեկից չտարբերվող քաղաքացու հետ եւ իր կարծիքը հաշվետու եմ լինում։ Ես բերեցի ամենամիամիտ օրինակը խոչընդոտի, եթե այնտեղ փորենք, այդ միամտությունը կբարթանա եւ ծանր հետևանքներ կլինեն, հատկապես հասարակությունում, երբ որ գոյություն ունեցավ, ահա վերջերս երևի թե տասնամյակ արդեն կարելի է ամսաթիվը տալ, տեղի ունեցավ մի զարմանալի իրավիճակ, մի տարօրինակ հետքայլ էքսպերտից։ Երբ որ մինչև սա ամսաթիվը դնենք մի կողմ, մինչև սա տասնամյակներ շարունակ գոյություն ուներ էքսպերտը, որի ասածը ճշմարիտ էր։ Նա հեռուստացույցով էր խոսում, ապա ինտերնետով էր խոսում, ապա առերես էր խոսում եւ այլն, բայց ահա մենք հայտնվեցինք մի դարաշրջանում, երբ որ էքսպերտային մտքի եւ կարծիքի բազմազանությունը մեկ եւ երկրորդը դրա այդպես էլ անիրականալիությունը օրինակի համար կանխատեսման, եթե էքսպերտը խոսում էր կանխատեսման մասին, բերեց մեծ ու մեծ անվստահության էքսպերտային դնենք հիասթափություն, եթե իհարկե նախապես ենթադրենք ես սովորական քաղաքացիս նախապես սպասում ունեի էքսպերտից եւ ահա նա եկավ ենթադրենք թե ճակերտավոր եմ էլի բառն ասում, ինձ խաբեց։ Ահա եւս մեկ էլեմենտ, որ էքսպերտը պատմում է ինչ-որ բան եւ ես նրան չեմ հավատում։ Ես հայտնվում եմ մի անորոշության մեջ, որը տասնամյակներ առաջ գոյություն չուներ, անգամ եթե էքսպերտը խաբեբայր բառիս բունառումով։ Նրա կոչումը, պաշտոնը, վարկը բավարար էր, որ նրա ասածը ես վերցնեմ որպես փաստը, անգամ ոչ միայն որպես կարծիքը, այլ որպես փաստ վերցնեմ։ Սա որոշակիորեն հայտարար է, որոշակիորեն մթնոլորտ է ընդհանրապես էքսպերտային կարծիքի։ Իսկ էքսպերտային կարծիքի նման խրթին հարցում, ինչպիսին քաղաքական կանխատեսումներն են, նման վախի, քաղաքացու վախի, որ անգամ էքսպերտը ներառված է, անգամ էքսպերտը ներկայացնում է կողմ, այլ ոչ թե անկողմնակալ կարծիքի հարց է, այսինքն ընդհանրապես մենք ունենում ենք կուտակում անվստահության,
անհավատության եւ վերջապես մեծագույն անտարբերության նման, պետք է ասեմ, նման կանխատեսումների հանդեպ։ Վերադառնալով սկզբին, ինչ խոսք, զուտ ակադեմիական սոցիոլոգիան իր ծանրագույն գործիքակազմը օգտագործելով եւ դուրս գալով ուղիղ դուրը ծեծելու միջոցով հարցումներից անպայմանորեն ընդարձակ տեքստերի մեջ ցույց կտա եւ նախորդ մոտեցումների թերությունը եւ բարդությունը եւ կանխատեսումների որոշակի տոկոսել կներկայացնի համալսարաններից մեկում մի ենթադիսցիպլին ունենք սոցիոլոգիայում, որը կոչվում է պատմական սոցիոլոգիա։ Շատ հետաքրքիր, ամենաբարդերից մեկն է սոցիոլոգիական գրադարանում, այսպես ասած, մեթոդոլոգիաների, մեթոդների եւ համալսարաններից մեկում մի կոլեգա ունեմ, որը շատ տարօրինակ մի դասախոսություն ունի։ Ուսումնասիրում են նախկին հեղինակների կանխատեսումները process-ի արդյունքի վերաբերյալ։ Այո։ Հանձնարարում են ծանոթանալ կանխատեսումների հետ, քանի որ դա հետահայաց ուսումնասիրություն է, արդեն ակնհայտ գիտեն, թե որքանն է իրացվել, որքանը մասամբ, որքանը ոչ։ Եվ ահա ուսանողը հանձնարարություն է ստանում բացատրել, թե ինչի է էքսպերտը սխալվել։ Որտեղ է նա սխալվել, որ կանխատեսումը այն էլ նման ծանր կանխատեսումը մաթեմատիկական գործիքակազմից հեռու մեթոդով աշխատող կանխատեսումը, որպեսզի պատմական ապագան է, որտեղ չի ստացվել։ Եվ պարզվում է, որ կանխատեսումները, նման պատմական կանխատեսումները զգալիորեն ցածր տոկոսով են իրականանում, արդեն ելնելով օբյեկտիվ բարդությունից։ Նախկին պայմանները, որ գոյություն ունի անվստահություն, մյուսը հələ դնենք մի կողմ։ Այո, սոցիոլոգիան կարող է աշխատել։ Ընդարձակ էջերին նա ներկայացնում է բարդ մեթոդոլոգիաներով համադրությամբ, այսօր սոցիոլոգիայում աստիճանաբար մեծ թափ է հավաքում գործիքակազմի բազմազան օգտագործումը եւ համադրական ճկունությունը գործիքակազմի տարբեր վերնագրեր կան, անուններ կան, ինչ որ է։ Հա, գոնե դրան ձգտում ենք, դա է մեր նպատակը։ Այդ դեպքում սենց մի հետաքրքիր հարց էլ ես կուզենայի քննարկել ձեր հետ։ Ըստ էության սոցիումի վարքը էապես պայմանավորված է այս կամ այն երկրի տնտեսական մոդելներից։ Եվ դա բնականաբար ձևավորում է շատ սերտ միջառարկայական կապ։ Տնտեսական process-ները, քաղաքական process-ները եւ հասարակության արձագանքը։ Կարելի է արդյոք ասել, որ մենք այսօր ունենք արդեն հնարավորություն տալ գոնե մոդելային մակարդակով այդ գործոնների միջև առաջացող կապերի վերաբերյալ եւ ըստ դրա փորձել տալ որոշակի կանխատեսումներ, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան։ Ես ուղղակի օրինակը բերեմ, պարոն Վարդիկյան, եթե կարելի է, տեսեք, Միացյալ Նահանգներում այժմ այս Պարսկաստանի հետ պատերազմի օրերին շատ ակտիվ սկսել են սոցիոլոգիական հարցումներ կատարել։ Դա վերաբերում է նախ եւ առաջ այդ աշնանը ենթադրվող այդ մտրություններին եւ ինչպիսի ազդեցություն է թողելու այս ամենը։ Եվ որքան ես հասկանում եմ, այդ հարցումների հետևանքով էապես փորձում են կորեկցիայի ենթարկել իրենց քաղաքականությունը նախ եւ առաջ հաշվի առնելով տնտեսական իրավիճակը։ Կոպիտ ասած բենզինի գինը թանկացել է եւ սոցիումը իր շատ կոշտ արձագանքն է այդ առումով ցույց տալի էլի։ Կարելի է արդյոք ասել, որ այդպիսի մոդելներ արդեն հնարավոր է գոնե մոդելային առումով տալ եւ փորձել դրա հիման վրա հասկանալ, թե ինչպիսի վարկ ցուցաբերի հասարակությունը։ Ասեմ անմիջապես այո կարելի է։ Եվ ոչ միայն կարելի է այդ մոդելները բազմիցս կան, այդ մոդելները կիրառվում են, այդ մոդելները օգտագործվում են։ Խնդիրը այլ է։ Գիտությունը շատ հզոր է, ինքը գիտությունը։ Այո։ Եվ գիտությունը երևի թե եթե իրեն հանգիստ թողնենք, նա
բազմաթիվ խնդիրների տակից դուրս կգա, ընդ որում դուրս կգա այդ գիտությունը օգտագործողի եւ սպառողի տեսակետից անգամ խիստ անսպասելի։ Բայց խնդիրը կայանում է նրանում, թե հարցը ինչ է նշանակում գիտությանը հանգիստ թողնել, այս հարցը ավելի կարևոր է, քան ամբողջ գիտության թափը եւ նրա ներքին հնարավորությունները։ Հարցն ուրիշ է։ Գիտությունը առանց պատվիրատուի գոյություն չունի։ Միջնադարը, երբ որ որևէ հանճար իր նկուղում կամ տանը նստած երազում էր նայել աստղերին, կամ ալքիմիկոս էր, գուցե այդպիսի մարդիկ այսօր կան, ես չգիտեմ, բայց երևի թե մեծամասնությունը կնախընտրի սպասել պատվիրատուի, այն էլ արտաքին պատվիրատուի, անկախ նրանից, որ նաև կախված, անկախ չէ, զուգահեռ նրան ուղեմ ինձ, որ գիտությունը ունի իր ներքին պատվերը նույնպես, թե մետոդոլոգիան ինքն իր ներքին պոտենցիալի համաձայն հետագա քայլը ուր կանի, բայց ահա կարևոր է մնում, առաջնահերթ է մնում իսկ ով է արտաքին պատվիրատուն գիտության։ Եվ զարմանալիորեն արտաքին պատվերն էլ բառիս ամենաընդարձակ առումով կնախընտրի եւ խնդիրը, եւ մետոդոլոգիան, եւ մոդելը, եւ ամենացավոք սրտի, եթե հայերեն այդ բառը ճիշտ է, կտեղադրի ողջ պայմանական անունը դնենք հաշվարկը, բառը հեշտ է օգտագործել դրա համար, դժբախտաբար գաղափարաբանական սահմաններում եւ ահա գաղափարաբանությունը, այլ ոչ թե օբյեկտիվ ճշմարտությունը կեզրակացնի արդյունքները պետքական են, արդյունքները ճշմարիտ են, վստահելի են, հավատալի են, թե գիտնականը, սոցիոլոգը խոսում է անհետեթություն։ Այդ գլխավոր խնդիրը այսօր սրանում է, այլ ոչ թե սոցիոլոգիան կարող է անել, թե ոչ։ Կրկնում եմ, սոցիոլոգիային եթե հանգիստ թողնենք, նա բառիս ընդարձակ առումով կարող է անել ամեն ինչ։ Բարի, ես ճիշտ ասած եզրափակելով ոչ սոցիոլոգիայից, ուղղակի օրինակը կբերեմ, որ մի անձ այդ բանը համենայն դեպս ապացուցեց, որ կարող է անել։ Եվ դա Գրիգորի Պերելմանն էր, ով իր տանը, չասենք նկուղու, բայց իր տանը տարիներ շարունակ աշխատեց Պոանկարեի պրոբլեմի լուծման վրա եւ ի վերջո լուծեց դարակազմիկ խնդիր։ Եվ կարծում եմ հենց նման մարդիկ են, որ ապահովում են մարդկության իրականում պրոգրեսը։ Եվ այդ առումով ես բացարձակ համաձայն եմ, որ եթե հանգիստ թողեն եւ ոչ պատվիրատուի հոգեբանությամբ այդ ամենին մոտենան, այլ հարգեն գիտնականի իրական աշխատանքը, արդյունքները կլինեն շատ ավելի կարևոր եւ ազդեցիկ։ Անչափ շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։